Նորից բարև ժողովուրդ ջան։ Հենց հիմա կանգնած եմ Երևան Գորիս Մեղրի ճանապարհի վրա, այ տեսնում եք։ Պետական ճանապարհն է, մայրուղին է, միշտ պետական։ Ու իմ մեջքի հետևում այ տեսնում եք գյուղը։ Տիգրանաշենն է։ Հիմա դարձնեմ տեսնեք։ Որպեսզի լավ հասկանաք։ Էսի Տիգրանաշենն է։ Էսը ճամփեն է։ Նորից եմ կրկնում, Երևան Գյումրի Մեղրի։ Ընդամենը 100-150 մետր է հեռավորությունը։ Ճանապարհը գյուղը, այն գյուղը Տիգրանաշենը, որը Նիկոլ Փաշինյանը ուզում է հանձնի Թուրքին, ադրբեջանցին։ Հիմա երկու հարց եմ տալիս ես։ Առաջի հարց։ Որ օրենքով, որ թվին է եղել, ինչ կարգավիճակով է այս գյուղը, Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ որպես անկլավ անցել ադրբեջանցիներին։ Ինչ որոշմամբ, դա մեկ, երկրորդը, հայ մեջքից հետևն է, նայեք գյուղը։ Երկրորդը, եթե Նիկոլ Փաշինյան դու տալիս ես այս գյուղը ադրբեջանցիներին, այսինքն նաև ճանապարհ ես տալու իրանց համար, որպեսզի իրանք կոմունիկացիա ունենան։ Երրորդ հարցը, եթե սա լինում է Ադրբեջանի սահմանը պետական, դառնում է Ադրբեջանի հողը, ինքը իրավունք ունենալու է ոստիկանական պունկտ դնի այստեղ, ոստիկանական բանը, ասենց ասած, ոնց են ասում, պոստ դնի իր սահմանի մեջ։ Եվ ավելին ասեմ, ռազմակայան ինչ-որ վերի դնի այստեղ, զինվորականներ պահի այստեղ, իրավունք ունի դե չէ, իր սեփական սահմանի մեջ։ Իսկ հիմա նայեք, եթե ինքը այդ ամեն ինչը ունենում է, Սյունիք գնացող ճանապարհը գյուղից։ Ո՞վ է։ Ինչ է ստացվում։ Նիկոլ, ինչ է ստացվում ես։ Սյունիքը կտրում եք։ Սյունիքը կտրում եք։ Ես հիմա դիմում եմ այն ոստիկաններին ու բոլոր ուժային կառույցների մեր տղեկին։ Տղեկ դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Դուք ձեզ աչոտ տալիս եք, սա ինչ է նշանակում։ Այս գյուղը Հայաստանի կենտրոնում, Հայաստանի մեջ, չունենալով ոչ մի սահման Ադրբեջանի հետ, ուզում են տան Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյան, ես լսել եմ, որ դու ասել ես քո հայրենասիրությունը քո ամենամեծ պրոբլեմն է եղել։ Հերու գնա թող հայրենասեր տղեկը գան մեր երկիրը պահեն, մեր սերունդները իրավունք ունեն լավ ապրելու ու Հայաստանում ապրելու։ Այսքանը։ Չէ, ախպեր ես։ Ինձ թվաց կասկածել ինչ-որ բան կա, որ Տիգրանաշենի հետ վիճելի բան կա, հարց կա, ինձ թվաց ինչ։ Իմ համար վիճելի չկա, եղբայր։ Այո։ Իմ համար էսի Հայաստանն է։ Всё, գերազանց է։ Հիմա այնքան բան է, ես էլ եմ ձեր նման եմ մտածում։ Ու իմ համար դրա համար է կասկածելի։ Ես բնակչությանը հասկացնեմ, որ տենան ինչ է տալիս Նիկոլ Փաշինյանը։ Սա միշտ պետական ճանապարհն է, սա սահման չունեցող Ադրբեջանի հետ տարածք է, որը ինչ-որ մի կերպ, ինչ-որ մեծ հարբած սովետական ինչ-որ մեծ ղեկավար բռնե տվել է Թուրքից սերունդ։ Ու հիմի այսօր Նիկոլ ասում է մերը չի, ոնց կարա մերը չի։ Վաղն է կարող է մեր կորիդորը ասել։
Մեսի մեր տունն է, չկապ չունի ես Երևան չերի մշկայում էլ, Մեսի մեր տունն է, Եղեգնաձորը մեր տունն է, տալը որն է, տալը։ Դեպար, դի պայքարվի, ամեն ինչ արվի, որովհետեւ մեր Հայաստանի Հանրապետության սահմանները եւ ոչ միայն Հայաստանի այսօրվա գծած 29-ը ու տալ կանոնի նաեւ այն ինչ մեզանից նոր կալել, դիստակ հետ։ Դա շանա, կեցես, սրակես։ Մի անգամ եմ ցույց տալի ժողովուրդ ջան, հեսա։ Հեսա ճանապարհն է։ Ջան, վերջում տեսակ որ մարդ էր մոտեցե։ Մի հատ ախպեր էր կանավ, եկավ աստարոժնի ախպերս ավտո դա փչացե ու սպասում էր իմ պատասխանես, ասի, չէ, ով ես, ինչ ես անում ստե։ Ասի, ինչի ա քեզ հետ արկես, դե քեսից ես միացրեցի զապիսը։ Սկզբից ասեց ախպեր դե Տիգրանաշենի հետ խնդիր կա, ես էլ ասի ես ով ա եկել այստեղ կանե նկարում ա, մտածեցի կարող է ազգիներից եղնի, որտեղից հետո ես միացրել եմ արդեն զապիսը, ամեն դեպքում ասեմ կանից այստեղ կան, ես ձեր ցավը տանեմ, մենք էլ այդ կորած չենք ու վերջացած չենք, լավ ալնելու, Նիկոլ, լավ ալնելու, բայց մեր համար